Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ ամանորյա լավ տրամադրությունը ներխուժել է ձեր տները։ Աստված 26 թվականը լինի խաղաղության, առողջության, երջանկության տարի։ Ամենակարևորը, որ բոլորս լինենք առողջ։ Եթե առողջ լինենք, ամեն ինչ իր հունով կընթանա։ Այսօր մեզ մոտ նախատոնական եթեր է, ներկայացնելու եմ մի շատ համեղ բաղադրատոմս, որը համոզված եմ դառնալու է ձեր ամանորյա սեղանի զարդը։ Հետևեք ինձ, լայքեք տեսանյութը նպաստելով դրա տարածմանը։ Ինչպես նաև բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դա իհարկե դեռ չեք արել։ Իսկ մենք սկսում ենք։ Ես վերցրել եմ խոզի մեջքի մասը, մեր ժողովրդի լեզվով ասած չալաղաջները։ Հիմա համեմելու ենք, ուշադիր նայեք, սա այնպիսի ուտեստ է, որ բտից 1000 անգամ համով է լինելու։ Դուդը կարծես թե դոգմա է դարձել բոլորի ընտանիքներում։ Հիմա արդեն ոնց որ ժամանակն է մի քիչ փոփոխություն կատարենք, բդին փոխարինենք ավելի համեղ, ավելի մատչելի ուտեստով։ Հիմա պետք է նախորոք սոուս պատրաստենք եւ տեղափոխենք ջեռոց։ Ինձ մոտ 2 կիլոգրամ մեջքի հատվածի միս է, ամբողջ բաղադրատոմսը իր չափաքանակներով ներկայացված է տեսանյութի նկարագրության բաժնում։ Տոմատի մածուկը 2 կիլոգրամի համար 2 գտալ տոմատի մածուկ է մեզ հարկավոր, 5 գտալ կարմիր աղացած քաղցր պղպեղ, 2 գտալ սև աղացած պղպեղ, ըստ կարմիր պղպեղը մեզ հետո նորից պետք է, աղ 2.5 գտալ, և 2-ից 3 ատամիկ սխտոր։ Նայեք, եթե սխտորի համը շատ եք սիրում, կարող եք մի փոքր ավել վերցնել։ 2 ճաշի գտալ ձեթ, և 5 թեյի գտալ կիտրոնի հյութ։ Ամբողջ համեմունքները խառնում ենք մի լավ, համեմում ենք միսը։ Այսպես լավ մանրամասը քսում ենք։ Շրջում ենք միսը, հաջորդ կողմից էլ նույնությամբ, հավասար քսում ենք։ Քսելուց հետո դնում ենք փայլատի թեղի վրա, միսը ամբողջությամբ փաթաթում ենք փայլատի թեղով, հիմա ուղարկելու ենք ջեռոց 200 աստիճանի տակ եփվելու 1 ժամ, հետո ջեռոցից կհանենք 20 րոպե առանց փայլատի թեղի կեփվենք։ Մնացեք ինձ հետ, կշարունակենք եփվելուց հետո։ Ահա մեր 1 ժամը լրացավ։ Ահա սիրելի հետևորդներ, հանելուց հետո պատրաստում ենք երկրորդ սոուսը, երկրորդ սոուսը նույնպես քսելու ենք վրան և տեղափոխենք ջեռոց, բայց այս անգամ արդեն առանց փայլատի թեղների։
Երկրորդ սոուսի համար մեզ դարձյալ անհրաժեշտ է 2 թեյի գտալ քաղցր պղպեղ, 1 թեյի գտալ կծու, կծուն ըստ ճաշակի, մենք ուղղակի կծուն շատ ենք սիրում, չեմ կարող չավելացնել, 2 ճաշի գտալ տոմատի մածուկ և մի ճաշի գտալ մանանեխ։ Վերջում ավելացնում ենք 2 ճաշի գտալ ձիթայուղ։ Նորից լավ խառնում ենք։ Հիմա քսում ենք երկրորդ սոուսը։ Այսպես տեսեք ինչ ախորժալի տեսք ունի։ Նորից տեղափոխում ենք ջեռոց, ջեռոցում կմնա 10-ից 15 րոպե և կհանենք։ Ահա և վերջ։ Այսօրվա համար այսքանը սիրելիներս, շնորհակալություն, որ ինձ հետ էիք, արդյունքում ստացանք շատ համեղ, տարբերվող, ախորժելի ուտեստ, որը որ համոզված եմ ձեր ամանորյա սեղանի զարդերից մեկը կլինի։ Չմոռանաք նաև գնահատել իմ աշխատանքը, լայքելով տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս շատ տարածվի և բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Ձեզ հետ Նունեն էր, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսի շրջանակներում։